Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ այս անգամ մենք հյուրընկալել ենք կրթական կամուրջում եւ մեր զրուցակիցն է Անահիտ Չոփուրյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ, դուք ինչպե՞ս։ Լավ։ Ընկեր Չոփուրյան, շնորհակալություն, որ ձեր բազմազբաղ ժամանակից գտաք եւ կլինեք մեր հաղորդման մի մասնիկ, որովհետեւ այսօր դուք մեծ աշխատանք եք կատարում եւ մեր առաքելությունը կայանում է հենց դրանում, որ իրազեկենք մարդիկ իմանան, որ մեր Վանաձորում այո կա այսպիսի կրթական կենտրոն, որտեղ կարող են ոչ միայն անգլերեն սովորել, այլ սովորել նաև լինել լավ մարդ։ Շնորհակալ եմ։ Ընկեր Չոփուրյան, բայց գնանք հենց նախապատմությունից։ Ինչու որոշեցիք դառնալ մանկավարժ եւ հենց անգլերեն լեզվի, որովհետեւ ի սկզբանե հայկական ընտանիքներում չգրված օրենք է, որ աղջիկը պետք է հայոց լեզու եւ գրականություն իմանա կամ պատմություն իմանա։ Մի քիչ օտար լեզուներին այդքան մայրերը կողմ չեն լինում։ Շատ լավ, այս պատմությունը ունի շատ հետաքրքիր նախապատմություն։ Ես անգլերենը որպես օտար լեզու շատ սիրել եմ հենց մանկուց եւ ինձ այդ գործում կարող եմ ասել ուղեկից է եղել իմ հորաքույրը, ընկեր Չոփուրյանը, որը շատ հայտնի մանկավարժ է եւ իր փորձը կարելի ասել փոխանցել է ինձ եւ ես երբ դեռ երկրորդ դասարան է եւ նոր էի սկսում ուսումնասիրել անգլերեն, մասնակցել եմ իր բոլոր պարապմունքներին առանց տարեքային սահմանափակման, նույնիսկ եթե չէի հասկանում, ինձ հետաքրքիր էր ուղղակի նստել եւ լսել եւ այդպես զարգացրել եք այդ տարիքից։ Եվ այդպես սերը կամաց մեծացավ դեպի օտար լեզուն եւ արդեն երբ որ մի բան ստացվում է քեզ մոտ, սկսում ես ավելի շատ սիրել դա, ավելի մեծ ոգևորությամբ ուսումնասիրել։ Հորաքուրս եղել է իմ ամենաառաջի ուսուցիչը եւ եղել է այն մարդը, ով ինձ մոտիվացրել է սովորել օտար լեզու անգլերենը։ Այսօր դուք եք մոտիվացնում ձեր աշակերտներին։ Ընկեր Չոփուրյան, ինչու որոշեցիք բացել կրթական կամուրջ եւ ինչու կրթական կամուրջ։ Հիմնականում ի սկզբանե մարդիկ դիմեն իրենց ազգանունով, անունով կամ զավակի, երբ որ նմանատիպ կազմակերպություններ են ստեղծում։ Շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն։ Նախ ուսումնական կենտրոնը հիմնվել է 2014 թվականին, այն ժամանակ, երբ դեռ Հայաստանում այդ մշակույթը չկար, հատկապես Վանաձորում չկար ուսումնական կենտրոններ հաճախելու մշակույթը, եւ այդ գաղափարը ես միշտ ունեցել եմ, սակայն իմ օտարերկրյա փորձը, քանի որ ես ուսանել եմ արտերկրում, ինձ մեծ խթան էր, որպեսզի այստեղ նույնպես հիմնենք մի այսպիսի կենտրոն։ Ինչի կրթական կամուրջ, որովհետև իմ նպատակը միշտ եղել է ոչ միայն Վանաձորում լինի հիմնված եւ հիմքը լինի միայն Վանաձոր, այլ նաեւ միշտ կամուրջներ կապենք արտերկրի հետ, միջազգային կազմակերպությունների հետ եւ երևի թե դրա համար կրթական կամուրջ։ Ասացիք, որ հիմքը դրել է ձեր հորաքույրը, իսկ դրսում սովորելու այդ որովհետև հիմնականում աղջիկներին ծնողները այդքան ռիսկ չեն անում ուղարկել դուրս։ Այդ նախապատմությունը, որովհետև դուք կարող եք խթան հանդիսանալ եւ տալ հնարավորություն մեր հարցազրույց լսողների մի շարք մարդկանց մամաներին։ Շատ լավ, դա կարող եմ ասել մարտահրավեր էր ինձ համար եւ իմ ընտանիքի համար, քանի որ ես միակ զավակն եմ ընտանիքի եւ պատկերացնում եք ինչքան դժվար է եւ այն տարիներին 2008-2009 թվականներին եմ սովորել արտերկրում եւ այդքան տարածված չէր սովորել այլ երկրում եւ ոչ թե մեր հայրենիքում, սակայն ես ամեն ջանքներ եմ դրել համոզելու իմ ծնողներին, որ դա իմ ապագայի համար է եւ չեմ սխալվել, իրենք էլ հետագայում համոզվել են, թե ինչքան է ինձ դա օգնել միջազգային փորձը։
Իսկ երբ որ զավակ ունեցաք, այդ ժամանակը աշխատանք եւ ընտանիք, ինչպես կարողացաք համադրեք, որ ոչ մի բան չտուժի։ Ձեր ամուսինը որքանով է խրախոսում ձեր այսքան բազմազբաղ ժամանակի։ Ասեմ, որ հենց ամուսինս այն մարդն է, ով միշտ ինձ օգնել է ու միշտ խրախուսել է, այն հիմա այնտեղ որտեղ կամ կարող եմ ասեմ, որ մեծ մասը պատկական եմ հենց իրեն, որովհետև ինքը մշտապես ինձ աջակցել է եւ երբեք չի ասել, որ դու չես հասցնի, չես կարող, ընդհակառակը միշտ ինձ թևեր է տվել։ Այն ընթացքում, երբ ունեցա բալիկ, դե բնականաբար շատ բարդ էր այդ շրջանը, երևի թե 6 ամսական էր, արդեն սկսել եմ աշխատել ու փորձել եմ ամեն ինչ համադրել, չգիտեմ, հիմա որ այսպես նայում եմ, զարմանում եմ ինչպես եմ արել, բայց ստացվել է ինձ մոտ դա։ Այսօր կրթական կամուրջ ովքեր կարող են հաճախել եւ ինչ կարող են սովորել։ Իմանալով ի սկզբանե որ դուք անգլերենի մասնագետ եք, իսկ ես գիտեմ որ այստեղ նաեւ բազմապրոֆիլ կրթություն կա, դրա համար կցանկանանք նաեւ տեղեկանալ։ Նշեմ, որ կրթական կամուրջ կարող են հաճախել ցանկացած տարիքի անձիկ, մենք ունենք 4 տարեկանից մինչև մեծահասակներ, տարիք չեմ կարող նշել, որովհետև 90-ն անց է, այսպես ասեմ, որովհետև տարբեր տարիքի անձիկ իսկապես հաճախում են, ունեցել ենք 75 տարեկան պապիկով ֆրանսերեն է սովորել եւ մեկնել է Ֆրանսիա եւ ոչ միայն լեզուներ են դասավանդում, ունենք նաև դասապատրաստում, տարբեր խմբակներ եւ փորձում ենք ավելի ընդլայնել մեր մասնագիտական շրջանակները։ Ընկեր Չոփուրյան, նաև խոսենք մի փոքր ձերիս կողմից կազմակերպված ճամբարների մասին, որ երեխաները ունեն հնարավորություն Եվրոպայում շրջեն, ինչ է տալիս դա եւ այս տարի որտեղ եք պլանավորում անցկացնել։ Ճամբարները շատ հետաքրքիր թեմա են եւ իրենց ֆորմատով առաջին են Վանաձորում։ Իրենք լայն հնարավորություններ կարող են ընձեռնել երիտասարդների համար։ Նախ սկսենք մասնագիտական կողմնորոշումներից։ Բոլոր ճամբարները, մենք ունենք ճամբարներ այս տարի 3 ուղղությամբ՝ Չեխիա, Անգլիա եւ Իսպանիա, եւ բոլոր ճամբարները իրենց մեջ ներառում են լեզվական դասեր, անգլերեն լեզվի հմտությունների զարգացման դասընթացներ։ Ճամբարների ընթացքում իրենք կարող են ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում, այսինքն իրենք շփվում են տարբեր երկրներից ժամանած աշակերտների հետ, native speaker, այսպես ենք մենք անգլերեն ասում, այսինքն լեզվակիր մասնագետների հետ անց ենք ասնում դասընթացներ, որը իրենց օգնում է ավելի լավ ճանաչել հենց իրենց, ինչպես նաև իրենք կարող են զարգացնել ինքնավստահությունը, առանց ծնողի ապրելու հմտությունը, այսինքն դառնալ ավելի ինքնուրույն, ավելի կազմակերպված, նաև աշխարհայացքը ընդլայնել, ինչու չէ նաև ծանոթանալ, նոր ծանոթություններ ձեռք բերել, նոր ընկերներ, միջազգային փորձ, իրենց կարող է օգնել ցանկացած կյանքի բնագավառում։ Այս տարի երբ է սկսում ճամբարը եւ ինչքանով են նախորդ տարվա փորձը, որ դուք ունեք, այսօր մեր ծնողների մակարդակը բարձրացել այնքան, որ հասկանում են այդ ամենը։ Նախորդ տարի առաջինն էր, որ մենք կազմակերպեցինք միջազգային ճամբար, որը մեծ հաջողություն ունեցավ եւ երեխաները մեծ ողջավորությամբ եկան այնտեղից։ Շատերը չէին ցանկանում նույնիսկ վերադառնալ եւ մինչեւ հիմա հիշողությունները, որոնք ունեն, իրենց հետ են եւ այս տարի նախատեսում ենք արդեն հուլիս ամսին սկսում են ճամբարները, առաջինը Չեխիան, Իսպանիան, հետո Անգլիան։ Նախորդ տարվա փորձը մեզ ցույց է տվել, որ ճամբարները հաջողության գրավական կարող են լինել շատ-շատերի համար։ Ունենք աշակերտներ, որոնք այնտեղ են որոշել, թե ինչ մասնագիտություն են ուզում, ավելի են խորացրել իրենց հմտությունները, հաղորդակցման հմտությունները եւ մի շարք այլ հմտություններ
են զարգացրել։ Ընկեր Չոփուրյան, այնպիսի տարիքի երեխաներ եք ընդգրկել, որ այդ իրենց հասունացման շրջանն է, այսինքն եւ հասունացման եւ կայացման շրջանն է եւ շատ ժամանակ ծնողները հենց դրանից են վախենում։ Ինչպես եք կարողանում այդ երեխաներին հավաքել եւ ոչ թե քաղաքից քաղաք կամ ակետից բկետ, այլ երկրից դուրս ու Եվրոպա եք տանում երեխաներին։ Շատ հետաքրքիր հարց է։ Իրականում տարիքը այդ դեռահասության տարիքը թիրախային տարիք է, բոլորի ինքնահաստատման խնդիր ունեն եւ այլն, սակայն երբ մթնոլորտը ջերմ է, երբ իրենք կոնտակտի մեջ են մտնում քո հետ որպես ուսուցիչ, որպես մանկավարժ եւ կիսվում են բոլոր ինչ խնդիրներ կան, ինչ խոչընդոտներ կան, այդ ամենը լուծելի է։ Նաեւ մենք ունենում ենք մինչ մեկնելը մենք մի շարք դիպումներ ենք ունենում, որտեղ ճանաչում ենք իրար, փորձի փոխանակում ենք անում, հարցերի միջոցով ես փորձում եմ իրենց ճանաչել, այդպես ավելի հեշտ է լինում, նաև այնտեղ ես միշտ իրենց կողքին եմ լինում ու ինչ խնդիր լինում է փորձում ենք միասին լուծել։ Իսկ այս տարվա արդեն հավաքագրված երեխաների ցանկ ունեք։ Այո, արդեն ցանկ ունենք, բավականին երեխաներ արդեն ընդգրկվել են եւ սպասում ենք դեսպանատան մուտքին։ Ընկեր Չոփուրյան, խոսենք նաև այն ձեր աշխատանքի մասին, որ դուք պարապում եք հենց համալսարաններ ընդունվելու համար։ Շատ պատասխանատու գործ է, որովհետև հիմնականում եթե երեխան հաջողություն չի ունենում, նա ոչ թե մեղադրում է իր բալիկին, որ ինքը քիչ է իր ժամանակը տրամադրել, այլ մեղադրում է պարապող ուսուցչին։ Դուք շատ մեծ պատասխանատվություն եք վերցրել ձեզ վրա այդ ճանապարհ ընտրելով։ Ինչպես եք կարողանում հաղթահարել եւ ինչ արդյունքներ ունեն ձեր աշակերտները։ Չեմ ուզում այսպես գովաբանել եւ ուղղակի փաստեր նշեմ։ Մեր սաներից ոչ միայն իմ, այլ ուսումնական կենտրոնի Educational Bridge սաներից շատերը ուսանում են արտերկրում, այսինքն հանձնելով TOEFL, IELTS, միջազգային Duolingo, միջազգային քննությունները ուսանում են արտերկրում, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր բուհեր են ընդունվել այս նախորդ տարիները մեր սաներից շատերը այդպես ուղղակի կարող եմ փաստեր ասել, դեպքերը անհատական են, ամեն ինչ կախված է եւ աշակերտից եւ մասնակետից, այդպես համատեղ աշխատանքը տալիս է իր արդյունքը։ Միայն դա կարող եմ ասել։ Ես իդեպ հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր իմ աղջկա առաջխաղացման մեծ գրավական ուժը հենց Ընկեր Չոփուրյանն է, շատ հետ չգնամ տարական օղակից, բայց հենց այս բարդ ճանապարհին մենք հաղթահարեցինք եւ ճիշտ ուղու վրա դրեցինք եւ այսօր ունենք այն, որ հենց իմ զավակը Ընկեր Չոփուրյանի միջոցով օգնությամբ հաղթահարեց այդ TOEFL-ի համապատասխան բալային համակարգը եւ սովորում է արտերկրում, որի համար ես առիթը բաց չթողնեմ, կրկին անգամ ձեզ շնորհակալություն հայտնեմ։ Ես եմ շնորհակալ այդպիսի հրաշալիք ունենալու համար։ Եվ առավոտից իմ երեխան գալիս էր ձեր կենտրոն եւ երեկոյան տուն էր գալիս եւ կրթությամբ էիք սնում եւ սննդով էիք սնում եւ նույնիսկ իրեն հատուկ ուղարկում էիք մաքուրոջ շնչի, որ ուղեղը թարմանա։ Ոնց եք կարողանում, ու ես գիտեմ, որ դուք շատ աշակերտներ ունեք, ոնց եք կարողանում այդքան տեղավորվել ովա ժամանակի մեջ ու գիտեմ, որ ունենալով ընտանիքում օրինակ, որ դուք բոլորի հետ կապը պահում եք ու համոզված եմ, որ նույնիսկ պսակադրության ժամանակ պետք է դուք լինեք իրենց կողքին։ Իրականում շատ բարդ է, այդքան էլ հեշտ չէ, որովհետև աշակերտները շատ են, ժամանակը քիչ է, սակայն եթե աշակերտը ունենք միասին մենք մեկ նպատակ, ամեն ինչ պետք է անենք դրան հասնելու ճանապարհին։ Ես էլ չեմ նայում ժամանակ, ժամ, ունեմ այդ ժամանակը, թե չէ, ամեն ինչ ներ եմ դնում, որպեսզի աշակերտը հասնի հաջողության։ Ամենակարևոր
կարևորը ինձ համար նպատակին հասնելն է, այսպես ասեմ, ես երբեք չեմ վախենում շատ աշխատելուց, ուշ ժամի աշխատելուց, կարևորը նպատակին հասնելն է։ Շնորհակալություն։ Ընկեր Չոփուրյան, խոսենք նաև ձեր ձեռքբերումների մասին։ Բացի այն, որ երեխաների աշակերտների ձեռքբերումը ձերն է, բայց այնուամենայնիվ այդ վերապատրաստումների կողմից ձեռքբերումներ եւ ընդհանրապես ձեր ձեռքբերումների մասին։ Շատ լավ, խոսեմ ընդհանուր մեր կենտրոնի ձեռքբերումների մասին։ Այս տարի շատ հետաքրքիր միջազգային համագործակցություններ ունենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պետք է վերապատրաստումներ անցկացնեն հենց Հայաստանում, մեր ամբողջ ազնագազմին, դրա մասին արդեն հաջորդիվ մեր էջից կկարողանան տեղեկանալ, ինչպես նաև մենք այս ամբողջ ճամբարները, ծրագրերը, որ իրականացնում ենք, սա միջազգային գործընկերների մեր ձեռքբերումների արդյունքներն են։ Ուղղակի միջազգային կազմակերպությունը չի կարող ուղղակի կազմակերպությանը վստահել իրականացնել այդպիսի մեծ ծրագրեր, իրենք ամեն ինչ ստուգում են, մեզ հետ հարցազրույցներ են անցկացնում, մեր անցած ուղին են ստուգում, մեր մասնագիտական հմտություններն են ստուգում եւ միայն դրանից հետո մեզ վստահում են ծրագրեր։ Ինչպես նաև վերապատրաստումները մեր ամբողջ ազնագազմը ամբողջ տարվա գտրվածքով մշտապես մասնագիտական հմտություններ է ձեռք բերում, տարբեր կազմակերպություններում եւ կարելի ասել ոչ մի վերապատրաստում փորձում են բաց չթողնել։ Դուք վերջերս հենց մանկավարժների համար փոքրիկ սեմինար կազմակերպեցիք, որն էր դրա նպատակը եւ ինչքանով այնտեղ եղան առաջարկներ, ինչքանով կընդլայնեք այդ ոլորտը։ Այդպիսի սեմինարները մենք ցանկանում ենք, որ լինեն շարունակական։ Սեմինարը նվիրված էր ուսուցչի առանձնահատկություններին եւ սեմինարը լավ արձագանք ունեցավ եւ դրական արդյունք ունեցավ։ Որոշ հետևություններ արեցինք, որոշ շտկումներ կան, որոնք պետք է անենք, քանի որ իր մասշտաբով առաջինն էր, այդպես որ կազմակերպում էինք, բայց արդյունքները դրական են։ Փորձի փոխանակումն է շատ կարևոր, մանկավարժները նույնիսկ սեմինարից հետո ասում են, որ այս կետի մասին մենք չենք մտածել, բայց երբ գոլեգան առաջ էր քաշել այդ կետը, իրենք եւս դրա մասին արդեն խորհում էին։ Այնտեղ նշվեց, որ շատ կարևոր է, որ մանկավարժը գտնի այդ իզյումինկան ռուսերենի մասնագետից եւ կարողանա աշխատել երեխայի հետ։ Իսկ ո՞րն է ձեր այդ իզյումինկան, որ ձեզ մոտ ստացվում է։ Նախ եւ առաջ ասեմ, որ առաջին հերթին աշակերտը պետք է սիրի եւ հարգի ուսուցչին եւ միայն դրա շնորհիվ արդեն արդյունքը կլինի դրական, որովհետեւ երբ որ աշակերտը չի ընդունում ուսուցչին եւ չի հարգում ուսուցչին, շատ բարդ է լինելու եւ ուսումնական նյութը տեղ հասցնել եւ գլխավոր նպատակին հասնելու ճանապարհին այդ բոլոր քայլերով անցնելը։ Դրա համար ինձ համար ամենակարևորը նախ առաջին դասին թեկուզ աշակերտին ճանաչելն է, փորձել նրա ուժեղ եւ թույլ կողմերը ճանաչելը, նրա մարդ տեսակը եւ նոր արդեն հմտությունները։ Չորուցամակ քրականության անցնել, այսպես ասած։ Ընկեր Չոփուրյան, երբ որ երեխաները գալիս են, օրինակ իմ զավակը երբ որ հաճախում է ձեր կենտրոն, դե բնականաբար մեծ դուստը զբաղվել է իր հետ, բայց երբ որ եկավ այստեղ, ասեց մամ, ես արդեն անգլերենը սիրում եմ։ Ինչ եք անում, որ երեխաները սիրեն։ Սիրում են դե բնականաբար ձեզ, բայց միջև ձեզ ճանաչելը դուք իրենց ճանաչում եք, իսկ ո՞նց եք անում, որ երեխան ձեզ ճանաչի, ձեզ սիրի։ Նախ ես չեմ սահմանում շատ խիստ հարաբերություններ, իհարկե ունենալով սահման, թույլ եմ տալիս, որ աշակերտը բացվի, ինքը անկաշկանց գա եւ կարողանա հաղորդակցվել։ Եւ եթե ինքը կարողանում է հաղորդակցվել, նույնը կարողանում է նաեւ օտար լեզվով անել։ Բայց երբ ինքը կաշկանդված է, արդեն ինքնին չի կարողանում իր մտքերը արտահայտի եւ դա կարող խնդիր լինի հենց օտար
լուծվի ընկալման հարցում։ Բայց երբ ինքը կարողանում է ասում է, օրինակ, ինչպես կլինի սա, այսինքն ինքը առանց կաշկանդվելու փորձում է հարց տալ, փորձում է իմանալ իրեն հուզող հարցի պատասխանը, այդ դեպքում արդեն կամաց իր մոտ հետաքրքրություն է առաջանում լեզվի հանդեպ։ Քանի որ մեր հաղորդման շրջանակները հենց նվիրված է կանանց եւ շնորհավորում ենք ձեր միամսյակը, ձեր կենտրոնի միամսյակը, քանի որ այստեղ գերակշռող մասը կազմում են կանայք, աղջիկներ, ձեր ճանապարհորդությանը մաղթում եմ անխափան նավարկություն եւ հուսով եմ, որ բոլոր տեղերից հաղթանակներով կվերադառնան ձեր աշակերտները եւ դա կլինի նաեւ ձեր հաղթանակը։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաեւ հրավիրելու համար։ Շատ հաճելի էր։ Դուք ձեզ երջանիկին համարում եք։ Այո, կարծում եմ համարում եմ, քանի որ երջանիկ եմ ընտանիքում, ունեմ հիանալի թիմ, հիանալի կոլեկտիվ, համերաշխ եւ հիանալի ծնողներ։ Այդ ամբողջ համերաշխությունը բնականաբար գալիս է հենց ձեզնից։ Կրկին անգամ Կեչոփուրյան ջան, շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ, որ իմ երեխաներին հասցնում եք այդ աստիճանի, ձեզ կրկին անգամ կանաչ ճանապարհ եւ շատ ուրախ եմ, որ մեր ընտանիքում մենք ունենք ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, կրկին անգամ հիշեցնեմ, որ մենք կրթական կամուրջում ենք եւ իմ զրուցակիցն է Անահիտ Չոփուրյանը։ Մնացեք բարյավ։